Հարգելի հետևորդներ, այս թողարկմանը խոսելու ենք 3 դեղային քսուկների մասին, որոնք տարիներով մնում են ամենապահանջվածը դեղատներում եւ մաշկաբանների եւ կոսմետոլոգների սիրելին են։ Սրանք պարզ են, մատչելի, բայց միաժամանակ շատ արդյունավետ են։ Շատերը դրանք օգտագործում են դեռ մանկուց, սակայն ոչ բոլորը գիտեն ինչի համար են դրանք իրականում նախատեսված, ինչ ռիսկեր ունեն եւ ինչպես է պետք ճիշտ կիրառել, որպեսզի ուժեղացնենք դրանց ազդեցությունը եւ խուսափենք սխալներից։ Եվ այսպես, առաջին քսուկը լևոմիկոլն է, սա բակտերիաների դեմ պայքարի ոսկե ստանդարտն է։ Լևոմիկոլը համակցված հակաբակտերիալ քսուկ է, որը միաժամանակ մաքրում, ախտահանում եւ արագացնում է վերքերի ապաքինումը։ Այն պարունակում է երկու հիմնական բաղադրիչ՝ քլորանֆենիկոլ, որը լայն սպեկտրով հակաբիոտիկ է, եւ մեթիլուրացիլ, որը վերականգնում եւ վերաճեցնում է թեթև վնասված հյուսվածքները։ Կիրառման ոլորտները։ Լևոմիկոլի ամենակարևոր առավելություններից մեկը այն է, որ այն աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ մենք գործ ունենք թարախով բակտերիաներով լցված վերքերի հետ։ Եվ այսպես, ինչի համար է ցուցված լևոմիկոլ քսուկը։ Առաջին՝ թարախակալած վարակված վերքեր, երկրորդ՝ կտրվածքներ եւ քերծվածքներ, երրորդ՝ այրվածքներ, հատկապես առաջին եւ երկրորդ աստիճանի։ Ֆուրունկուլներ բացվելուց հետո, պզուկներ, եթե նրանք բորբոքված են եւ բակտերիալ ծագում ունեն եւ հետվիրահատական վերքերի մակերեսների բուժման համար։ Շատերը անգամ չեն պատկերացնում, որ լևոմիկոլը մաքրում է թարախը վերքից, բառացիորեն թարախը դուրս է քաշում եւ դրանով հեշտացնում է վերքերի ապաքինումը։ Այդ իսկ պատճառով այն հաճախ նշանակվում է թարախային վերքերի հենց առաջին իսկ օրերին, ընդ որում հրաշալի արդյունքը երկար սպասեցնել չի տալիս։ Օգտակար ազդեցությունները։ Կանխում է բակտերիաների տարածումը, արագացնում է հյուսվածքների վերականգնումը, նվազեցնում է ցավն ու ուռածությունը, օգնում է վերքերի մաքրմանը եւ սպիացմանը եւ իհարկե պաշտպանում է վարակներից։ Սա այն քսուկն է, որը իրականում կարող է կանխել ավելի լուրջ բարդացումներ, արյան վարակ, լայնորեն տարածված բորբոքում եւ այլն։ Ինչպես ճիշտ օգտագործել լևոմիկոլ քսուկը։ Սեկ բարակ շերտով կամ օգտագործեք սրբիչով թրջված մեթոդը, մառլան թաթախելով քսուկի մեջ։ Վիրակապը փոխեք օրական 1-2 անգամ։ Միքսեք աչքերի շրջանին, լորձաթաղանթներին կամ խորը բաց վերքերին։ Երբ բժիշկը դա չի դիտարկել, կարող է այս դեպքում լևոմիկոլը անվտանգ լինել, թե ոչ։ Հակացուցումներ եւ ռիսկեր։ Ալերգիա քսուկի բաղադրիչների նկատմամբ, սնկային կամ վիրուսային հիվանդությունների դեպքում լևոմիկոլ ուշադրություն չի կիրառվում։ Հղիները այս քսուկը պետք է օգտագործեն զգուշությամբ, բժշկի ցուցմամբ, եւ իհարկե, երկարատև օգտագործումը կարող է նվազեցնել հակաբիոտիկի ազդեցությունը բակտերիաների նկատմամբ։ Սա արդեն կարծում ենք պարզ է, քանի որ բոլոր հակաբիոտիկների դեպքում դա գործում է։ Երկրորդ ամենաարդյունավետ քսուկը՝ ցինկի քսուկ, մաշկը հանգստացնող, չորացնող եւ պաշտպանող բնական միջոց է։ Ցինկի քսուկը շատերին ծանոթ է դեռ մանկուց։ Մայրիկները այն օգտագործում են երեխայի մարմնի մաշկի կրկռվածության, ցանի եւ կարմրության ժամանակ, բայց իրականում դրա կիրառումը շատ ավելի լայն է։ Ինչի համար է դա կիրառվում։ Ցինկի քսուկը համարվում է մաշկաբանական ամենաանվտանգ եւ նուրբ միջոցներից մեկը։ Այն ցուցված է մանկական դերմատիտի դեպքում, բզուկների դեմ, ալերգիկ ցանի կրկռվածության, ատոպիկ դերմատիտի դեպքում, արևայրուքի հետևանքով առաջացած կարմրության դեպքում, էկզեմայի թեթև փուլերում եւ մաշկի մակերեսային բորբոքման դեպքում, փոքր այրվածքների, քերծվածքների ժամանակ։ Ցինկի օքսիդը ստեղծում է պաշտպանիչ արգելք, որը պաշտպանում է մաշկը խոնավությունից, բակտերիաներից եւ գրգռիչներից։ Օգտակար ազդեցությունները։ Ցինկի քսուկը չորացնում է բորբոքված հատվածը, նվազեցնում է ճար պարտադրությունը, հատկապես տեգոտում, հանգստացնում է կարմրությունը եւ քորը, արագացնում է վերքերի մակերեսային բուժումը, պաշտպանում է մաշկը ստեղծելով պաշտպանիչ շերտ։ Այս քսուկը շատեր օգտագործում են բզուկների վրա, գիշերը քսելով եւ առավոտյան լվանալով։ Շատ դեպքում բորբոքումը արագորեն նվազում է անգամ 1 գիշերվա ընթացքում։ Ինչպես կիրառել։ Սեկ բարակ շերտով մաքուր չոր մաշկի վրա։ Եթե օգտագործվում է բզուկների համար, ապա նպատակահարմար է օգտագործել այն միայն բորբոքված հատվածի վրա։ Այլ տեղում առողջ մաշկի վրա մի քսեք։ Օրվա ընթացքում կարելի է քսել 2-ից 3 անգամ։ Հակացուցումներ եւ զգուշացումներ։ Անհատական զգայունություն, չի օգտագործում թարախային կամ խորը վերքերի վրա, չի համակցվում յուղային կրեմների հետ, որոնք խեղդում են մաշկը։ Եվ իհարկե պետք է նշել, որ ծանր ձևի ակնե ունեցող մարդիկ չպետք է սահմանափակվեն միայն ցինկի քսուկով, այս դեպքում այս քսուկը անօգուտ կլինի։
Եվ երրորդ Թեյմուրովի քսուք։ Սա հզոր միջոց է քրտինքի, հոտերի եւ մակերեսային սնկային խնդիրների դեպքում։ Թեյմուրովի քսուկը համակցված միջոց է, որը շատերին օգնել է տարիներ շարունակ։ Այն ունի միաժամանակ 3 ազդեցություն, ուշադրություն, այն եւ հակաքրտինքային միջոց է, եւ հակաբակտերիալ միջոց է, եւ հակասնկային միջոց է։ Այդ իսկ պատճառով այն լայնորեն օգտագործվում է ոտքերի, թևատակերի, քրտինքի եւ հոտի դեմ։ Ոտքերի ուժեղ քրտնարտադրություն, ոտքերի տհաճ հոտ, թևատակերի գերքրտնարտադրություն, ձեռքի ափերի գերքրտնարտադրություն, թեթև աստիճանի սնկային վարակներ եւ փակ հատվածների գրգռվածություն, շփումից, քրտինքից կամ չորությունից։ Թեյմուրովի քսուկը ոչ միայն չորացնում է մաշկը, այլև կանխում է բակտերիաների բազմացումը, որոնք հենց պատասխանատու են հոտի առաջացման համար։ Թեյմուրովի քսուկը նվազեցնում է քրտնարտադրությունը, վերացնում է հոտ առաջացնող մանրենները, ապահովում է մաշկի երկարատև չորություն, կանխում է սնկերի զարգացումը եւ հանգստացնում է կրկրված մաշկը։ Սա հատկապես օգտակար է այն մարդկանց համար, ովքեր շատ են քրտնում, աշխատում են փակ կոշիկներով կամ ունեն հիպերհիդրոզի թեթև ձևեր, ինչպես կիրառել։ Լվանալ եւ լավ չորացնել մաշկը, քսել բարակ շերտով հիմնականում երեկոյան, քանի որ Թեյմուրովի քսուկը ունի սպეციფიկ հոտ, օգտագործել 1 անգամ օրական։ Արդյունքը սովորաբար նկատվում է 3-ից 5 օրվա ընթացքում, դեպքեր կան, երբ անգամ 1 անգամյա օգտագործումից հետո արդյունքը տեսանելի է լինում։ Նշենք նաև, որ կա Թեյմուրովի ոչ միայն քսուկը, այլ նաև սպրեյ տարբերակը։ Սպրեյ տարբերակը հատկապես հարմար է կիրառել ոտքերի քրտնարտադրության կամ սնկային վարակների դեպքում։ Բացի այդ, այն նաև շատ պրակտիկ է, քանի որ Թեյմուրովի քսուկը բավականին խիտ է։ Խոսենք նաև Թեյմուրովի քսուկի հակացությունների եւ ռիսկերի մասին։ Հեղի եւ կրծքով կերակրող կանանց այն խորհուրդ չի տրվում, չի կարելի քսել վնասված կամ բորբոքված մաշկին։ Կարող է առաջանալ նաև ալերգիա, այդ դեպքում կարող է լինել կարմրություն կամ այրոց, եւ չի կիրառվում մեծ մակերեսների վրա կամ երեխաների մոտ։ Որպես վերջաբան, ինչու հենց այս 3 քսուկները։ Այս 3 քսուկները միմյանց լրացնում են։ Լևոմիկոլը անհրաժեշտ է, երբ կա վարակ, թարախ, բակտերիալ բորբոքում։ Ցինկի քսուկը լավագույնն է կրկրվածության, չորացման կարիք ունեցող մաշկի եւ բզուկների թեթև ձևերի դեպքում։ Թեյմուրովի քսուկը անփոխարինելի է քրտինքի, տհաճ հոտի եւ մակերեսային սնկային խնդիրների ժամանակ։ Եթե ձեր դեղատուփում ունեք այս 3-ը, ապա մաշկային ամենատարածված խնդիրների մեծ մասը կարող եք արագ եւ անվտանգ լուծել։ Հարգելի հետևորդներ, այս թողարկման համար պատրաստել ենք այսքանը, շնորհակալություն տեսանյութը մինչև վերջ դիտելու համար։ Եթե մեր աշխատանքը ձեզ դուր եկավ եւ իհարկե օգտակար եղավ, ապա առաջարկում ենք հավանել այն դնելով լայք, դա մեր ալիքի համար շատ կարեւոր է։ Մեկնաբանությունների հատվածում անպայման գրեք ձեր կարծիքը տեսանյութի վերաբերյալ։ Նաև նշեք այս 3 քսուկներից որին եք ծանոթ, որն եք ավելի շատ օգտագործում եւ որն է ամենաարդյունավետը ըստ ձեզ։ Մեկնաբանությունների հատվածում կարող եք նաև առաջարկել նոր թեմաներ մեր առաջիկա թողարկումների համար։ Դե իսկ վերջում չմոռանաք բաժանորդագրվել բուժատուփ ալիքին եւ սեղմել զանգակի կոճակը։ Այդ կերպ դուք հնարավորություն կունենաք բաց չթողնելու մեր հաջորդ հետաքրքիր տեսանյութերը, որոնք ձեր առողջության մասին են։ Ձեզ հաճելիորենք մաղթում, մինչ նոր հանդիպում։